Որովհետև ամեն ինչ փոխվել է։ Որովհետև ես 2 օր առաջ չգիտեի, որ Ադելը քեզ է սիրահարված ու վստահա, որ դու էլ իր հանդեպ անտարբեր չես։ Ու ինձ համար դժվար է անընդհատ այստեղ ձևացնել ու փորձել քեզնից հեռու մնալ։ Պապան գիտի դրա մասին, դրա համար է իրեն ասում, որ ես սխալ է։ Այդ օրը, որ դու սենյակում գտել ես մատանին, ձեռքիդ տեսել է ու մտածել, որ իր համար ես բերել, ուղղակի հարմար պահ չի եղել նվիրելու։ Հիմա հասկանում ես ինչ է կատարվում։ Լիզա! Լիզ! Ինչ է եղել։ Սարիքը փախել է։ Ու ես քեզ խնդրում եմ էլ որ բալադներ ընկերության մասին հեքիաթներ չպատմես։ Թե կյանքն է իրան տես դարձրել, պայմաններն են ստիպել, որ այդ ուղղությունը վերցնի։ Այդ մարդը ուղղող չի, ու ուղեղել չունի։ Ոչ մի ուղիղ ապացույց չկա այդ մարդու դեմ։ Ու սենց տենենց առավոտը բաց ենք թողնելու։ Բայց չէ, ոնց կլինի։ Ինքը գիշերը փախել է, ու դրանով ավելի է ծանրացրել վիճակը։ Այսօր 2 խանութում էլի կեղծ դրամ են գտել։ Ու էլի են գտնելու։ Բա տենց է, ընկել է մարդկանց ձեռքը, տարածվում է։ Ալո։ Կարևոր խոսակցություն կա, քո տանն եմ, գիտեմ, որ արդեն դուրս ես եկել ու սրանից հարմար տեղ չկա այս պահին, ինչքան շուտ գաս ենքան լավ։ Ես չգիտեմ էլ քեզ ինչի համար եմ պատմում ես սկան մանրամասն, եկա ինչ-որ մի բան գտնելու ես, որ հակառակը ասես ինձ։ Հա, մոռացած եմ, մարդ եմ ուղարկել ձեր տուն, որ մնացած ապրանքը բերի։ Թող հանեն ապրանքը այդտեղից, մինչև տեսնենք ինչ անելու։ Մի արա շոքա։ Ադել, բայց դու ասացիր, որ մրսում ես, չէ՞։ Հիմա շոքում եմ։ Չես քնում։ Լիզա ջան, մարդիկ քնում են, որովհետև ամբողջ օրը շարժվում, հոգնում են։ Ես ամբողջ օրը պարկած եմ, ինչից հոգնեմ, քնեմ։ Ինչ ես ուզում, Ադել։ Ասա, ինչ ես ուզում։ Ոչ մի բան։ Ասա։ Ուշադի լսի, մենք հանդիպելու ենք, որովհետև այդ ինձ էլ է պետք, բայց քո համար վտանգ կա, առավոտը կպայմանավորվենք։ Լավ։
Լուրջ եմ ասում, ուղեղից մեջ չի տեղավորվում ասածդ։ Իմ ուղեղում էլ, բայց կա այն ինչ կա։ Ախր կյանքում չեմ զգացել այդպես բան։ Փաստորեն այսքան ժամանակ մենակ մաման է այդ նկատել ու գիտես ես մի տեսակ ինձ մեղավոր եմ զգում, որ թաքցրել եմ մեր հարաբերությունները։ Չգիտեմ ինչի եմ թաքցրել, պիտի ասեի։ Գլուխս էի մտցրել, որ ամոթ է, իրար հետ ենք մեծացել։ Հիմա ստացվեց այնպես, որ Ադել ինձ այդ ամեն ինչը ասեց ու չգիտեմ մեր մասին ես ոնց եմ էլ պատմելու։ Լավ, բայց որ չասենք սրա վերջը ինչ է լինելու։ Ախր էս այն թեման չի, որ գախնի պահենք, էլի։ Ու նենց էլ բան չի, որ վիրահատվեց ու կամ ոտքի կանգնեց անցնելու է։ Հասկանում եմ, բայց դու էլ փորձի ինձ հասկանալ։ Մենք ամուսնանալու ենք ու ես ամբողջ կյանքում մտածելու եմ, որ քույրս սիրահարված է ամուսնուս։ Ես չգիտեմ, ես դրա լուծումը չեմ պատկերացնում։ Նրա միակ լուծումը այն է, որ ես Ադելի հետ քիչ շփվեմ, կամ էլ ընդհանրապես չշփվեմ։ Եթե ին վերաբերմունքն է խնդիրը, այդ լավ վերաբերմունքը չի լինի։ Չէ, հով խնդրում եմ։ Եթե դու այդպես կտրուկ փոխես վերաբերմունքդ, հաստատ լավ չի լինելու։ Գժվել ես, Լիզա։ Ինչքան չասենք, այդքան ավելի է խորանալու այդ երեխու մոտ։ Ու հետո չեմ ուզում նենց ստացվի, որ երկու քրոջդ սիրախաղի մեջ եմ եղել։ Ճիշտ էր ասում, հենց իմ տանել կհանդիպենք։ Հիմա դրանից հարմար տեղ չկա։ Սպասում եմ։ Տարածքում բանալի կա, թողել էի, որ մտնեն ապրանքը տեղափոխեն։ Հասկացա։ Ալո։ Հասել եմ, որ մտնեմ շենք։ Ես ասել եի, որ ձեր տունը ստուգեն մարդ չլինի, բայց ձեր տանը մարդ կա։ Ո՞վ է։ Աղջիկդ, Չգիտեի, որ գալու է։ ուրիշ տեղ ենք հանդիպում։ Լավ։ Պապ։ Դու այստեղ ինչ ես անում։ Քո հետ եմ։ Այ քեզ բան։ Դե լավ հանգստացի, բունկերում չենք կբացենք էլ։ Բանալին դրսից դրան վրա է, ոնց պիտի բացենք կամ ում պիտի ասենք, որ գա բացի։ Դու ինչ ես եկել այստեղ ընդհանրապես, ոնց ես գտել մեր տունը, ինչ գործ ունես այստեղ ընդհանրապես։ Ես ինչքան հարց ես տալի։
Շունչս կտրվում է։ Սպասի հերթով բոլորին կպատասխանեմ։ Բայց երթվում եմ, եթե այն դրակոնի հայացքով նայել ես, չեմ սպասելու գամ դուռը բացեմ։ Միանգամից եմ բաց պատուանից թռնելու եմ դուրս։ Սկսեմ։ Սխալ բան ես արել, առավոտը թողնելու էին։ Կասկածում եմ։ Վիգենը մի բան կհնարեր, որ ինձ էլի պահեր։ Դու հիմա հասկանում ես, որ պիտի մտնես մի տեղ ու դուրս չգաս։ Լսի, ես արդեն սովոր եմ, դու իմ մասին մի մտածի։ Արի մեր թեմայից խոսանք։ Ես պատրաստ եմ։ Չէ, այվա, ստոպ ենք տալիս։ Ես չեմ ուզում քո հետ աշխատել։ Մտքովդ անցիլա ես եմ քեզ բռնել տվել։ Ես քեզ այնքան լավ գիտեմ, ես դες բան չեմ մտածում քո մասին։ Բայց դու ապրում ես հենց այդ Վիգենի քթի տակ։ Դու ո՞նց ես պատկերացնում քո գործը։ Քեզ ասելա որտեղ ես լինում գիշերները, ինչ ես ասելու։ Թե քեզ թվում է գործարանի նման առավոտվա 9-ից մինչև 6-ն ենք աշխատելու, հա։ Ես ժամանակավոր եմ Վիգենի տանը։ Ու հետից չի խանգարում։ Իմ խնդիրն է ինչ կասեմ։ Այդ փողը ինձ օդի նման պետք է։ Ու ոնց որ ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Այս մի անգամ նա անում ենք, ես լուծում եմ հարցերս ու մոռանում ենք, որ տենց բան է եղել։ Ուզում ես, որ հիմա ես քեզ խնդրեմ։ Այդտենց ավելի հեշտ կլինի քո համար։ Հասկանում եմ, այդքան մերժելուց հետո հիմա եկել համոզում եմ։ Ինձ փողա պետք է։ Այդ փողից երեխուս առողջությունն է կախված։ Ու կախված է այն, որ ես քնելու տեղ կունենամ։ Տնից տուն չեմ գնա։ Բիստիպ էլի, որ վիճակս ավելի մանրամասն ներկայացնեմ քեզ։ Այդ հաճելի պատմություն չի լինի։ Դու ասա երբ ենք սկսում։